անցած տարի մարտի 26-ին էր, զանգ ստացա, ներկայացա որպես բանկի աշխատակից, շատ կիրթ, բարեհամբույր, երիտասարդ եւ հարց տվեց ինձ, թե արդյոք ես եմ դիմել on-line վարկի համար, պատասխանեցի, որ ոչ։ Ձերը որ բանկն է։ Ինեկո։ Հա, նա ասաց, այդ դեպքում եկեք չեղարկենք, քանի որ կարող է մի քանի րոպեից ակտիվանալ, ավտոմատ ակտիվանա։ Եվ այդ ժամանակ ասեց հիմա ձեր հեռախոսին կգա SMS, մենք կզբաղվենք արդեն այդ գործով, ձեզ կներկայացնենք, թե որ սարքով են մտել ձեր անձնական տիրույթ։ Ու եկավ SMS-ը, բանկից ստացա SMS տվյալ սարքի։ Եվ ինձ բացատրեց, որ հողում կուղարկի, հղման մեջ կլինի չեղարկել կնոպկան, որ սեղմեմ եւ չեղարկեմ վարկը։ Այդպես էլ եղավ, հղումը ուղարկեց, չեղարկելը սեղմեցի, փաստորեն գնաց հաստատել։ Իրենց սարքած ծրագիրն է, շատ նման Ինեկոյի ծրագրին։ Հաստատվեց, հետո ես հարց ունեի իրենց տալու, հետ զանգեցի, չպատասխանեց բնականաբար, զանգեցի Ինեկոյի այլ հեռախոսահամարով զանգեցի Ինեկո, այդտեղ աշխատակիցը ասաց, որ նայեց, ասեց, որ տիկին Կարինե, դուք ձեղծարարության զոհ եք դարձել, դիմեք ոստիկանություն։